թողել եմ տունս, թողել եմ կյանքս, թողել եմ իմ երիտասարդ տարիների հիշողությունը։ Արցախից բռնի տեղահանված Քրիստինե Իսկանդարյանը հայրենի բնորանում է թողել նաև սիրելի աշխատանքը։ Մասնագիտությամբ դեղագետ Տիկին Իսկանդարյանը մեծ դժվարությամբ 3 դեղատուն է ստեղծել։ Ես ունեցել եմ պատրաստման բաժին, ես լավ տիրապետում եմ դեղերի արտադրությանը, շատ լավ դեղ եմ պատրաստում, սկսած սովորական լուծույթներից, մոմիկներից, մինչև ստերի լուծույթները։ Ես 2 ավտոկլավ եմ թողել իմ դեղատանը, 2 դիստիլատոր եմ թողել, ես պատրաստման բաժին եմ ունեցել, որը ինձ համար ավելի գոհացուցիչ է, քան դեղ վաճառելը։ Անկամ այս տարիքում պատրաստ եմ փոխել իմ մասնագիտությունը, ինչ որ կարողանամ անել, ես շատ սեր ունեմ խոհարարության եւ շատ լավ խմորեղեն եմ պատրաստում, շատ լավ ճաշեր եմ պատրաստում, թեկուզ մի փոքր ռեստորանային բիզնես, մտածում եմ, առավոտը մի բան եմ մտածում, կեսօրին մի բան, դեռ չեմ կողմնորոշվել, տեսնեմ ինչ կլինի։ Գործարար կինը երբեք չի մտածել, որ մի օր կհայտնվի այս կարգավիճակում, սակայն պայքարող տեսակ է, ապրում է նորը կերտելու, կյանքը կրկին վերաիմաստավորելու հույսով։ Այս հարցում արցախցի կնոջը եւ նրա բախտակից ընկերներին աջակցում է Մադամ Գործարար կանանց ակումբը։ Հասկացանք, որ Մադամի աջակցությունը այս պահին կկայանա ոչ թե առաջին օգնության որևէ բան առաջարկելով, այլ փորձ, գիտելիք, այն ինչ որ մենք ունենք։ Գաղափարը, որ ունենք, դեռևս նոյեմբեր ամիսն էր, բայց չէինք պատկերացնում արդյոք արցախցիները պատրաստ են նման հանդիպում ունենալու, բայց երբ առաջին հանդիպում ունեցանք ու կանայք արդեն սկսեցին խոսել, հասկացանք, որ նույնիսկ մի քիչ ուշացրել ենք, հենց իրենք ասեցին, որ ինչքան շուտ սկսեինք sense հանդիպում, այնքան իրենց ավելի շուտ կաջակցեինք։ Արցախցիների համար Մադամ ակումբում կազմակերպվում են իրավաբանական, հոգեբանական, խորհրդատվական, մարդկային ռեսուրսների կառավարման բիզնես դասընթացներ։ Ես իմ մասով բիզնեսի մոդելավորման թեմային եմ անդրադարձել, քննարկել ենք որոշակի բիզնեսներ, որ կարելի է այստեղ ձեռնամուխ լինել, եւ այդ ընթացքում վերհանվեցին որոշակի բիզնես պրոյեկտներ, գաղափարներ, որոնց շուրջ կարելի էր մեկտեղել ջանքերը։ Բախտ ենք ունեցել հայտնվել Մադամ ակումբում, որտեղ մեզ ոգևորում են, որտեղ մեզ տրամադրում են, մենք բոլորս ձեռներս կանայք ենք, բոլորս մեր ուղին, մեր կյանքը ունեցած եւ ստեղծած մարդիկ ենք, բայց այսօր պետք է եւ այդ հոգատարությունը, այդ ջերմությունը չենք կարող մոռանալ։ Այսօր մեզ պետք է զբաղեցնել աշխատանքով, այնպիսի աշխատանքով, որը գոհացուցիչ կլինի մեզ, եւ հավատում ենք, հույս ունենք, որ ամեն ինչ լավ կլինի եւ պետք է լավ լինի։ Միայն խաղաղություն եմ ուզում մեր Հայաստանում։ Դասընթացներն անցկացվում են մտերմիկ ջերմ մթնոլորտում, միասին հուզվում են, սթափվում, մտքեր փոխանակում։ Ստեղծված առողջ միջավայրը ջանքերը մեկտեղելու լավագույն պահն է ստեղծում, առաջարկները չեն ուշանում։ Առաջարկել են, որ Հայաստանում որևէ գործ տնելու համար ցանկացած սարքավորում, եթե անհրաժեշտ լինի, կարող է իհարկե Բարաթի ընկերությունը չէ, բայց Լոլիկ ընկերությունը, որ Բարաթի դուստր ընկերությունն է, Լոլիկ ընկերությունը կարող է ամենանվազագույն եկամուտ ակնկալելով բերել իրենց համար այդ սարքավորումները, որպեսզի կարողանան ստեղծել իրենց բիզնեսը։ Նոր բիզնես հիմնելու քննարկումներից մինչև աշխատանքի տեղավորման հարցեր Մադամ Գործարար կանանց ակումբի համահիմնադիր Տաթև Բեյբությանը ուրախությամբ է տեղեկացնում, կարողացել են նաև արցախցի կանանց աշխատանքով ապահովել։ Այն կանայք, ովքեր որ որոշեցին չեն ուզում առանձին իրենց գործունեությունը դեռևս սկսեն, մենք իրենց կարողացանք օգնենք աշխատանքի տեղավորվեն եւ մարքեթինգային ընկերությունում, հոգեբանական կենտրոններում տարբեր տեղեր գտան իրենք աշխատանք։ Մադամ ակումբի գաղափարներից մեկն էլ հենց դա է, եթե գործարար կանայք իրենց բիզնեսում ունեն խնդիրներ, նաև պատրաստ ենք մենք համախմբվել, դա ձևակերպել, ներկայացնել պետությանը, նման առաջարկներ մի քանիսը արդեն ունեցել ենք։ Այս պարագայում կցանկանանք դա համախմբել նաև արցախահայերի համար։ Այսօրվա մեր հանդիպումը հենց այդ մասով է լինելու, որ քննարկենք, հասկանանք ինչ հարցեր ունենք ու ինչ հարցերով կարողանանք դիմել պետությանը։ Դասընթացները մեկնարկել են նախորդ տարվանից, սա երկրորդ փուլն է, ակումբի փորձառու կանայք պատրաստ են շարունակել համագործակցությունը։ Հասմիկ Ֆարադյան, Բեն Անտոնյան, Արմալուր։